բոլորս պայմանավորվել ենք, որ մենք բոլորս պետք է հարկ վճարենք։ Այս կարծիքին է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը, որն այսօր ներկայացրեց իրենց տնտեսական 7 քայլը։ Մենք շրջանառության հարկը անմիջապես վերացնելու ենք։ Ավելացված արժեքի հարկը փուլային ենք վերացնելու։ Ավելացված արժեքի հարկը եւ շրջանառության հարկը փոխարինելու ենք վաճառքի հարկով։ Անանյանի ներկայացրած տնտեսական քայլերի մեջ Ադրբեջանի միջոցով Հայաստանում տնտեսություն զարգացնելու հարցը չի քննարկվում։ Մենք արդյոք ուզում ենք օրինակ Ադրբեջանի հնան մեր ազգաբնակչության սպառման հաշվին ավելացնենք։ Մեր կարծիքով ոչ, չենք ուզում։ Հետևաբար այլընտրանքներ փնտրելու ճանապարհին Ադրբեջանը առաջնային այլընտրանքը չի իմ կարծիքով։ Ադրբեջանից բերվող բենզինի եւ ցորենի մասին էլ Միասնության թևերն ունի բացասական վերաբերմունք։ Էլ ինչ եք ուզում, տեսեք, բենզինն մատակարարում, տեսեք, ցորեն իր տարածքով է գալիս։ Այսինքն այս վարկագծային դրսևորումը ինքը քողարկում է ըստ էության այն ոճիրը, որը իրագործվել է մեր ազգաբնակչության եւ մեր հայրենակիցների նկատմամբ։ Եթե ոչ Ադրբեջանից բերվող ապրանքների, այդ դեպքում թրիփի հետ Հայաստանի տնտեսության զարգացման հույս պետք է կապել, Անանյանը նկատում է։ Թրիփը տնտեսական առումով կարևոր չէ։ Տնտեսական առումով Հայաստանին շատ մեծ հնարավորություններ չի տալու, բայց դիվանագիտական ու քաղաքական նշանակությունը շատ կարևոր է։ Կկարողանա արդյոք նորաստեղծ քաղաքական ուժն անցնել խորհրդարան, իրականացնել այդ ծրագրերը, թե մասնակցում են ընտրություններին իշխանության ջրաղացին ջուր լցնելու համար։ Անանյանը նշում է, քաղաքական հարցերին կպատասխանեն հաջորդ ասուլիսի ժամանակ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։